Մարի հետ որոշել ենք ցույց տալ իր ամառային գնումները։ Միաժամանակ պատմենք, թե ինչպես է Օնեքսը մեզ խաբել։ Այս պատվերները կատարել ենք Չինաստանի Պինտուտու կայքից։ Առաջին գնումը այս գեղեցիկ գործվածքային ժիլետն է, նուրբ կրեմագույն երանգով ու շագանակագույն ակցենտներով։ Ցույց տանք Մարիին էլ։ Ապրիլ ամսին Օնեքսը հայտարարել մի շարք ակցիաների մասին, որոնց շրջանակներում պատվերի արժեքը ավելի մատչելի պետք է լիներ։ Բամբակյա այս ներքնաշապիկը իդեալական տարբերակ է ամռանը շորիկների տակից հագնելու համար։ Մարիին հանգստացնում է մի սիրելի խաղալիքով ու փորձում շարունակել։ Եվ այսպիսով Չինաստանից ինքնաթիռով պատվերները կիլոգրամի համար պետք է կազմեին 4000 դրամ։ Տեսեք ինչ գեղեցիկ վառ ամառային զգեստ է։ Ես ուղղակի սիրահարվել եմ նրան։ Բայց Մարիին հանգստացնել չստացվեց ու նա որոշեց քնել։ Ուստի ես շարունակեցի միայնակ։ Քանի որ Պինտուտուն է չինական կայք, ես որոշեցի պատվերը ինքնաթիռով կատարել եւ օգտվել ձեղչից, չնայած որ այդքան շտապ չէր եւ կարող էի հանգիստ նավով պատվիրել։ Այս նրբիկ վերնաշապիկը գնել եմ ջինսետապատի հետ կրելու համար։ Եթե չեք տեսել, կարող եք նայել նախորդ անբոքսինգ վիդեոն։ Իսկ սրանք ամառային բոդի կոմբինեզոններ են, որոնք նախատեսում եմ հագցնել գիշերը քնելուց։ Նուրբ դեղին եւ վարդագույն երանգով շնչող գործվածքից կարված տարբերակներ են։ Երբ պատվերը շաբաթներ անց հասավ ինձ մոտ, տեսա, որ արժեքը հաշվարկված է հին 6990 դրամով։ Միայն տեսեք ինչ թիթիզիկ ջինսե շորտը, չեմ համբերում երբեմ հագցնելու։ Իմ նամակներին թե ինչու է այլ գնով հաշվարկվել, եթե ես ճիշտ ժամկետում պատվեր եմ կատարել, ինձ պատճառաբանեցին, որ սխալ հասցե է նշված եղել։ Այս դեղի երիցուկներով զգեստը նախատեսել է անգամ երբ Մարին դեռ ծնված չէր։ Շատ ամառային թռվռիկ տրամադրություն ունի։ Իսկ սա արդեն ցույց տված ներքնաշապիկի մյուս տեսակն է։ Այս անգամ նապաստակներ են վրան պատկերված։ Չեմ կարող փոխանցել, ինչ հաճելի կտորից են կարված։ Այս սպիտակ ասեղնագործած վերնաշապիկին միանգամից եմ սիրահարվել ու արդեն տարբեր լուքեր հավաքել մտքումս։ Պետք է նշել Չինաստանի պահեստի հասցեն։ Իսկ այս կանաչ բանտով եւ ծաղիկներով զգեստը իր գլխարկի հետ ուղակի ջերմ ժպիտ է առաջացնում։ Պատկերացնում եմ ինչ թիթիզիկն է լինելու Մարին դրանցով։ Վաղուց ուզում էի այս ակնոցներից վերցնել Մարի լուքերը ավելի crazy դարձնելու համար։ Իսկ բանտը հավելյալ բոնուս է եւ ավելանում է մյուս բանտերի շարքին։ Այստեղ գնել եմ նաեւ այսպիսի վարդագույն վերնաշապիկ, ելի շնչող գործվածքով։ Պատվերները կատարել եմ 73 եւ 80 չափերի, որ ամբողջ ամառ հագնի Մարին։ Իսկ այս կոմբինեզոն տապատը, չնայած որ 80 չափսի է, շատ մեծ է թվում։ Կարծում եմ մյուս տարի նոր հնարավոր կլինի կրել։ Այս մեկը հավաքածու է սպիտակ թեթև շապիկից եւ վարդագույն զգեստից, որը կարելի է միքսել այլ շապիկների հետ եւս։ Ինձ շատ է դուր գալիս հատկապես այս փոքրիկ փոռիկները։ Անցած անգամ արդեն ասել եմ, որ առանց սրտիկների չեմ կարող։ Եվ ահա սրտիկներով զգեստ իր գլխարկի հետ, ուղղակի էլեգանտություն, նրբություն, ճաշակ։ Զգեստները ամռանը երբեք շատ չեն լինում։ Եվ սա էլ իր հետ էլի գլխարկ ունի, նուրբ նկարվածքով, առանձին ոտքերի մասով եւ վրայի շրջազգեստով տարբերակ է։ Ես ուղղակի այնքան սիրուն բաներ էի պատվիրել, որ շատ չցանկացա վիճել Օնեքսի հետ։ Օրինակ այս սիրունիկ թիթիզիկ կոշիկները, որոնց շատ էի սպասում կամ այս վարդագույն սանդալները, ինչքան նուրբ են ռեզինկաներով ու գեղեցիկ ծաղիկով։ Ու բոլոր զգեստների հետ կրելու համար վերցրել եմ այսպիսի երկար գուլպաներ 3 գույնով՝ սպիտակ, կրեմագույն ու վարդագույն։ Տոպրակը դատարկվեց, գնումներից շատ գոհ եմ, իսկ Օնեքսի պահվածքը եւ հաճախորդներին թյուրըմբռնման մեջ գցելը մեկ անգամ եւս ստիպում է մտածել, արդյոք արժե նման ընկերության հետ գործանել, թե ոչ։